Եկեղեցին հայտնվել է քաղաքական process-ների կենտրոնում։ Շատերը ասում են, որ եկեղեցին քաղաքականության հետ ինչ գործ ունի։ Իրականում ամեն ինչ քաղաքականություն է, մշակույթը քաղաքականություն է, կրթությունը քաղաքականություն է, կրոնական ուսմունքները եղել են երևի քաղաքականության ամենագլխավոր գործիքը, երբ որ հասարակություններ են ձևավորվել, ազգեր են ձևավորվել։ Հիմա հարցը հետևյալն է, արդյոք եկեղեցին կարա քաղաքական դերակատար ստանձնել, դա չշփոթել կուսակցական գործունեության հետ, որտեղ կուսակցական գործունեությունը դա իշխանության մասին է, իսկ քաղաքականությունը, ինչպես ասեցի, ամեն ինչն է։ Եվ պատմականորեն եկեղեցին եղել է քաղաքական կառուցվածք, որտեղ ինչ է ազգը։ Ազգը դա քաղաքական հասկացողություն է, որը կառավարման համակարգ է ենթադրում։ Չունենալով պետականություն, եկեղեցին հենց այդ դերակատարությունը կատարել է եւ եկեղեցու շուրջ ազգ է ձևավորվել, դա ոչ միայն հայերին է վերաբերում, դա հրեաներին, ասորիներին եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը հետեւյալն է. ինչ քաղաքական գործունեություն է իրականացնել եկեղեցին, ասենք 18-19-րդ դարում, 20-րդ դարի սկզբում, եւ արդյոք եկեղեցին ունի այդ իրավունքը քաղաքական խոսք ասելու։ Շատ լավ հարց էր, առհասարակ մեր հասարակության մեջ մի թյուր կարծիք կա կամ ստերեոտիպներ կան, կարծրատիպեր կան, որոնք ասում են հոգևորականները իրավունք չունեն զբաղվել քաղաքականության մեջ։ Բայց եթե մեր աստվածաբանությունը մենք ուսումնասիրում ենք, ոչ միայն հայ եկեղեցու աստվածաբանությունը, այլ առհասարակ բոլոր եկեղեցիների, կաթոլիկ եկեղեցու, ուղղափառ եկեղեցիների, ղպտի, ասորական, նույնիսկ նեստորական, բոլոր եկեղեցիների մասին, մենք տենում ենք, որ գոյություն ունի նաև քաղաքական աստվածաբանություն։ Եվ քաղաքական աստվածաբանությունը ինքը շատ լուրջ ճանապարհ է անցել։ Մի փոքր մենք մի պատմական ընթացք անցնենք, որ մինչև հասնենք մեր օրերը, նախ եկեղեցին երբ քաղաքականությամբ սկսվեց զբաղվել, իր իսկ ստեղծման առաջին իսկ օրվանից, ինչպես։ Երբ որ Քրիստոս ընտրեց իր առաքյալներին, Քրիստոսի համբարձումից հետո հռոմեական աշխարհում սկսվեց քարոզչությունը առաքյալների կողմից։ Ինչ էր ասում Պողոս առաքյալը իր հայտնի թղթերին, որ ես հռոմեացի քաղաքացի եմ, բայց ես Աստծո խոսքն եմ տարածում հռոմեական կայսրությունում։ Եվ այդ խոսքի տարածումով հասարակության մեջ բաժանում առաջացավ։ Հասարակությունը ինքը տրոհվեց քաղաքական նաև իմաստով, որովհետև հռոմեական կայսրությունում ժողովուրդը, որը ինքը բազմաշերտ էր, բազմաբնույթ էր, իրենց հարկավոր էր հավատալ մեկ գաղափարախոսությանը։ Բայց ավելի այսպես ցայտուն կերպով, որ եկեղեցին սկսեց ձևավորվել, դրա մասին Սոկրատեսն է նաև խոսում, պատմիչը Եվսեբիոս Կեսարացին է խոսում, երբ որ եկեղեցին սկսում էր ձևավորվել իր թեմերը, իր նվիրապետությունը, տիեզերական ժողովների ժամանակ եկեղեցին սկսվեց զբաղվել կամ եկեղեցով սկսեցին զբաղվել քաղաքականությամբ։ Օրինակ 451 թվականին ինչու Մավրիկոս կայսրը հրավիրեց Քաղկեդոնի ժողովը։ Մենք այսօր երբ որ խոսում ենք այս քաղաքականության մասին կարող է զբաղվել կամ ոչ, մեզի անցած հաղորդման ժամանակ ասում էին, որ դուք աստվածաբանորեն թույլ եք պատասխանում, բայց մենք խոսում ենք, հստակեցնենք, որ խոսում ենք քաղաքական առումով, պատմական առումով եկեղեցու եւ պետություն եւ քաղաքականության հետ հարաբերությունները։ Մավրիկոս կայսրի հրավերը Քաղկեդոնի ժողովն զուտ քաղաքական էր, ոչ թե աստվածաբանական։ Եվ Մավրիկոս կայսրը աստվածաբանական կրթություն չուներ։ Եվ այդ ժամանակում գոյություններ չուներ լավ ձևավորված աստվածաբանական, այսպես ասած, դպրոց։ Որոշ տվյալներում հայկական ծագում ուներ։ Որոշ տվյալներում, այո, հայկական ծագում ուներ, եւ ինչն էր նպատակը, որպիսի Քաղկեդոնի ժողովը հրավիրելու։ Նպատակը մեկն էր, որպիսի տիրապետությունը իրենց տարածային արևելյան պրովինցիաներում։ Դեր հետում, քանի որ մենք այս ուղղությամբ գնաց խոսակցությունը, շատերի մոտ այն պատկերացումը չկա, թե ինչ է կրոնական ուսմունքը։ Բնականաբար կրոնական ուսմունքի հիմքում Աստված է, Աստծո պատվիրաններն են, Աստծո ուսմունքն է։ Բայց դա ինչի մասին են պատվիրանները։ Պատվիրանները միջանձնային հարաբերություններ են, չէ՞ հիմնականում։ Սա մի արա, սա մի արա, մի շնացի, մի գողացի, այսպես։ Այսինքն դա մի սկզբունքներ են, որոնց շնորհիվ առաջանում է սոցիում։
եւ կարեւոր է նաեւ ծիսակատարությունները եւ այլն։ Այսինքն մի հանրություն բավականին մեջ ինքը սկսում է ձևավորվել ինչ որ սկզբունքների հիման վրա։ Եվ քանի որ խոսակցությունը սկսեցինք տիեզերաժողովներից, Կոստանդին կայսրը լինելով միտրայական, ըստ որոշ տվյալների միջև կյանքի մեջ որոշ տվյալների ինքը հաղորդություն է ստացել արիոսական հոգևորականից, Ոչ ներողություն, ոչ միայն արիոսական հոգևորականներից։ Ինքը Եվսեբիոս կեսարացու ձեռքով կիսամեռ վիճակում կնքվել է, մկրտության խորհուրդն է նույնիսկ ստացել, որը մինչև իր կյանքի վերջի պահ ինքը մկրտված չի եղել։ Այո, բայց ինքը երբ որ առաջի տիեզերական ժողովն է հրավիրել, ինքը ինչ է ասել, ինքը ասում է ձեր կրոնաբանական վեճերը փլուզում է իմ կայսրությունը։ Եվ ինքը հավաքեց, ասեց եկեք մի սկզբունքի, մի կյող հանգանակի։ Հիմա հարցը հետևյալն է. Հռոմեական կայսրությունը արդեն փլուզվում էր, հսկայական տարածքեր, ընդհանուր սոցիում չէր ձևավորվում որոշակի սկզբունքների, նորմատիվների եւ բաների վրա, եւ քրիստոնեության միջոցով սկսվեց նաեւ կայսրության վերակենդանացումը, նոր կայսրություն առաջացավ։ Այսինքն ազգ, կայսրություն եւ այլն դա սոցիում ձևավորելն է եւ բերել է ընդհանուր նորմաների, ընդհանուր սկզբունքների նաեւ կենցաղային հարցերում, հա, քանի կին ունենալ, մի կին ունենալ, չունենալ, գողանալ, այս մի գողացեք, մի շնացեք բաները, մեզ այնքան բնական է թվում, որ միշտ էլ դա եղել է, հա, ոչ, դա քրիստոնեության միջոցով է դարել նորմ, որտեղ մարդիկ չեն հասկանում, որ դա շնանալը, խաբելը եւ այլ նորմալ երևույթ է եղել, այսինքն դա դատապարտվող Եվ տարածված է եղել։ Հա, այսինքն դրա շնորհիվ ձևավորվել է սոցիում։ Հիմա գանք հայկական խնդիրներին։ Հիմա հայ ազգը, եւ դա ոչ միայն հայ ազգը, ձևավորվել է հայ եկեղեցու միջոցով, այսինքն կառավարման համակարգ եղել պետության բացակայության պայմաններում, որտեղ դատական իշխանությունն է կենտրոնացված եղել, հարկային իշխանությունը, եկեղեցին միջնորդ է եղել եւ պաշտպանել է իր հոտը, ասենք Օսմանյան կայսրի մոտ, ասենք Պարսկաստանում եւ այլն, հա, եւ այդ քաղաքական կառուցվածքը կարողացել է ձևավորել ազգ։ Ավելի առաջ գնանք։ Հիմա այս գործող վարչապետ եւ այլն հայտարարում են, որ գիտեք ինչ, հայրենիքը դա պետությունն է, այս 29000 քանի կիլոմետր եւ այլն, բայց այս 29000 քանի կիլոմետրը թեկուզ ոնց է ստեղծվել։ Դա եղել է մենք խոսում չէ քաղաքական աստվածաբանության եւ որոշման շնորհիվ։ Այո։ Որտեղ 1441 թվականին որոշում կայացվեց Սսից տեղափոխել կաթողիկոսությունը Էշմիածին եւ Թոմա Արծրունին երազ էր տեսել, որ ահա այստեղ Էշմիածնի շուրջը հավաքվելու են հայերը եւ ապագայում հայ իշխան է լինելու, այսինքն իշխանություն է լինելու։ Այսինքն այդ որոշման շնորհիվ այստեղ հայ ժողովուրդը հավաքվել է եւ հայ ժողովուրդը հետագայում քաղաքական process-ների արդյունքում կարողացել է ստեղծել պետություն։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին ինչ որ առումով ինքը տերն է նրան ինչ որ հիմա գոյություն ունի եւ դրանից բացի կան հայեր, որոնք սփռված են աշխարհով մեկ, իսկ այդ հայերը որպես ցանցային կառույց ինչի շնորհիվ են կարողանում հայ մնալ, արարողությունների, եկեղեցի շուրջը հավաքվելու դպրոցներ եւ այլն եւ այլն։ Հիմա ըստ էության գնում է մի գործընթաց այս գործող իշխանության կողմից այդ հենասյունը ոչնչացնելու, որը վերելու է չափազանց վատ հետևանքների։ Տեսեք, հայ եկեղեցին իր ամբողջ 1700 տարվա ընթացքում ոչ միայն մշակութային, ոչ միայն կրոնական, ծիսական որոշումներ է կայացրել, ինքը գերակշիռ մասը ինքը կայացրել է քաղաքական որոշումներ։ Գերակշիռ մասը։ Պատճառը մեկն է եղել։ Ի տարբերություն շատ եկեղեցիների։ Իհարկե մենք նաև պետք է ուսումնասիրենք եթովպական եկեղեցին, Ղպտի եկեղեցին, ասորական եկեղեցին։ Ես կարծում եմ նաև իրանք էլ են շատ կարևոր որոշումներ կայացրել իրենց ազգի եկեղեցու ճակատագրի հետ կապված։ Բայց մենք անցնենք մեր խնդիրներում, տեսեք, 1441 թվականի ամենակլասիկ դասական օրինակն է հայ եկեղեցու պատմության եւ հայ ժողովրդի պատմության։ Նաև քաղաքական, այո, քաղաքական աստվածաբանության։ Բայց հաջորդը մի քիչ իջնենք 8-րդ դար, երբ որ Հովան Օձնեցի կաթողիկոսը գնաց Դամասկոս,
այդ որոշումը Դամասկոս գնալու եւ խալիֆի հետ հանդիպելու քաղաքական որոշում էր, թե ոչ։ Խալիֆայությունը իրենք ոչ միայն պետություն էր, ինքը կրոնական պետություն էր։ Խալիֆը ով էր։ Ինքը համարվում էր Մուհամեդի հաջորդը, իրավահաջորդը։ Խալիֆը ժառանգորդն էր, այո, եւ խալիֆը նաեւ ինքը մեծ ընդունելություն էին իրենք տալիս կրոնական առաջնորդներին եւ առավել եւս այն նահանգներին, ովքեր պետություն չունեն եւ իրենք հաշվի էին նստում ոչ թե իշխանների հետ, կրոնական առաջնորդների հետ։ Հիմա ինչու գնաց Հովան Օձնեցի կաթողիկոսը Դամասկոս եւ հայտնի այն պատմությունը կա, որ ինքը շքեղ հագնված էր եւ խալիֆը հարց է տալիս, ասում է ես կարդացել եմ ավետարանը, որ Հիսուս Քրիստոս ձեր կրոնի ուսմունքի հիմնադիրը շատ པարզ է եղել եւ աղքատություն եւ ասում ամենակարևորը որ դու ներքուստը նայես եւ ցույց է տալիս իր քուրձը, որ ներքուստ ինքը ինչ ճկնակեցություն է ապրում եւ ինչ է անում, հարկերից է ազատում ժողովրդին, եկեղեցուն եւ դատական համակարգը վերցնում է եկեղեցու շուրջը եւ զորքով գալիս է Հայաստան։ Եվ շատ իշխանների ազատում են արաբները։ Արաբները շատ իշխաններին։ Հիմա դա քաղաքական որոշում էր, թե քաղաքական որոշում չէր։ Բնականաբար դա քաղաքական որոշում էր եւ եւս մի կարեւոր ասպեկտ։ Ուրեմն եկեղեցին ոչ միայն միջնորդի դեր էր կատարում իշխանության, Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում եւ այլն, ինքը նաև կյանքներ կազմակերպում, բիզնես, բանկային դեր էր կատարում, վեկիլների ինստիտուտը կար, իրենք դրամներ են, ներդրումներ են կատարում, փող են տալի, որպեսզի գյուղատնտեսություն զարգանա եւ այլն։ Եվ նաև բանկերը ինչ-որ առումով մենք խոսում ենք հայ վաճառականների մասին, բանկերի դեր են կատարում եկեղեցիները, որ այո, ուրեմն տեսեք, ամենահայտնի պատմությունները, որ կապված են հայ առևտրականների հետ, դա ամենահայտնի առևտրականները համարվում էին Հնդկաստանի հայ համայնքի առևտրականները եւ իրենք ցանցային համակարգը, որ ստեղծել էին ամենաառաջինը եկեղեցու միջոցով։ Եվ պատմությունից հայտնի է, որ ինչու ստեղծվեց հայ ազատագրական պայքարը Հնդկաստանից եւ Պարսկաստանից հայ համայնքների միջոցով, բայց կենտրոնը հավաքատեղին որտեղ էր համարվում եկեղեցին։ Հիմա նույն 17-րդ դարում, երբ որ Անգեղակոթի ժողովը հրավիրվեց, որոշումներ կայացրեց։ Հիմա եկեղեցին այդ ժամանակ քաղաքական որոշում կայացրեց, թե ոչ։ Հիմա եթե քննադատում են այսօր եկեղեցուն, որ եկեղեցին քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական որոշումներ պետք է չկայացնի, ուրեմն պետք է մոռանանք մեր անցած ուղին, որ հայ եկեղեցին այն ժամանակ էլ որևէ քաղաքական դերակատարություն պետք է չունենար։ Քաղաքական դերակատարությունը, նորից կրկնեմ, դա կուսակցական գործունեություն չի։ Անցնենք աստվածաբանության, ուրեմն տեսեք, բոլոր եկեղեցիներում ինչ որ մենք քննարկում ենք քաղաքական աստվածաբանությունը կամ կուսակցականությունը, ուրեմն կաթոլիկ եկեղեցում եւ ուղղափառ եկեղեցիներում հոգեվորականները կարող են քաղաքական արտահայտություններ անել, բայց իրենց եկեղեցու կանոնադրություններով չեն կարող լինել կուսակցական, որովհետեւ ոչ միայն հայ, բոլոր եկեղեցիներում հոգևորականի պատկանելությունը մի տեղ է, դա եկեղեցին է, Քրիստոսն է։ Հոգևորականները չեն կարող լինել կուսակցականներ։ Եվ պատկանելու կուսակցական պատկանելություն եկեղեցու օրենքներով արգելված է։ Բայց քաղաքականությունը մեր գիտակցության մեջ եւ մեր հասարակության մոտ ինքը ասոցացվում է վատ ինչ որ իրականության կամ կեղտոտ իրականության հետ։ Բայց մեր կյանքը մշակութային առումով, հասարակական առումով, կենցաղային առումով ինքը կրոնը նույնիսկ արդեն իսկ քաղաքականացված է։ Ում մոտ են գնում Ռուսաստանի նախագահ, Միացյալ Նահանգների նախագահ, գնում են Հռոմի Պապի մոտ, ինչ որ հարց լուծելու, Ուկրաինայի հարցով ինչ որ լուծելու, բայց եթե 21-րդ դարում աշխարհիկ հասարակություններին ինչի են գնում Հռոմի Պապի մոտ, հաշվի առնելով Հռոմի Պապի ազդեցությունը։ Դե ոչ միայն ազդեցությունը, հիմա կարող են անդիմախոսները այսօր մեզի քննադատել, ասեն, գիտեք ինչ, Հռոմի Պապը նաև պետության ղեկավար է։ Լավ, հիմա կոնկրետ քաղաքական հարց տամ։ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է 15 թվականի ցեղասպանության զոհերին։ Այո։
Հիմա եթե կա գործող իշխանություն Հայաստանում, որ ասում է նույնիսկ ասում է երևի մենք ենք մեղավոր եղել, որ այդ ցեղասպանությունը կատարվել ըստ էության դեպի դրան է տանում։ Հիմա եկեղեցին կարող է ուրանալ իր սրբադասված զոհերին, եւ եթե չի ուրանում, հակառակվում է, դա քաղաքականությամբ է զբաղվում, թե ոչ։ Ես իմ խոսքով նշում եմ, որ եկեղեցին արդեն իսկ իր գործունեությամբ հասարակական կյանքում ինքը քաղաքականացված է, որովհետև սրբերի սրբադասումը կամ եղեռնի զոհերի հիշելը սրբադասումը պատմական ընթացքում է եղել, քաղաքական ընթացքում է եղել։ Այո։ Հիմա ես հաջորդ հարցը տամ։ Հիմա հոլոկոստը որ տեղի է ունեցել, դա քաղաքական որոշում էր, ճիշտ է, ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Հիմա ենթադրում ենք, որ հրեական ռաբիները որոշում են կայացնում, որ մոռանում են հոլոկոստը։ Դա այդ ժողովրդի պատմության մի մասնիկն է կազմել, ինչպես նաև մեր ժողովրդի եւ հայ եկեղեցու։ Եկեղեցին երբեք չի կարող ուրանալ իր սրբադասման զոհերին, ինչպես 1915 թվականին քաղաքական իշխանությունը դա։ Հիմա ժամանակի որովհետեւ շատ ներողություն, նաև Արցախի թեմի հարցը կա, 1700 տարվա թեմը, եկեղեցիներ եւ այն թեմ պահելը դա չի նշանակում սեպարատիզմ, հողային պահանջ, բայց դա 1700 տարվա թեմ է։ Եվ կաթողիկոսի դեմ այս արշավը սկսվեց, երբ որ ինքը գնաց Շվեյցարիա եւ բարձրացրեց Արցախահայերի վերադարձի հարցը, մշակութային ժառանգության պահպանման հարցը։ Հիմա մեղադրվում է կաթողիկոսը, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ։ Նույն պատմությունն է, չէ՞։ Իհարկե նույն պատմությունը։ Հիմա եկեղեցին ինքը նորից եմ նշում, իր գործունեությամբ, իր պատմական ընթացքով ոչ միայն աստվածաբանական, ինքը քաղաքականացված է արդեն իսկ։ Իր որոշումները հայ ժողովրդի գոյաբանական պայքարի համար քաղաքական որոշումներ են եղել։ Եվ քաղաքականությամբ զբաղվելը եկեղեցին իր ուսերին վերցրել է այդ պարտականությունները նաև աստվածաբանական իմաստով, որովհետև եկեղեցու նաև խնդիրներ իր հոտին պահել եւ պահպանել։ Եվ ինչ պիտի գործիքներից մեկը որը պետք է լիներ քաղաքականությունը։ Հիմա Արցախի թեմայի մասին խոսենք կամ թեմի մասին խոսենք։ Հիմա Արցախի թեմը, որ 1700 տարուց ավել ունենք, մենք 2020 թվականի պատերազմի եւ 2023 թվականի հայաթափումով քանի հուշարձան ենք կորցրել, քանի պատմական վանքեր ենք կորցրել, քանի ընդհանրական քրիստոնեական եկեղեցու սրբավայրեր ենք կորցրել։ Հիմա այդ հարցի հետ կապված եկեղեցին, եթե ձայն չհաներ, պիտի ասեին անտարբեր է։ Ինքը իր ժառանգությամբ ինքը չի զբաղվում։ Ուրանում է իր ժառանգությունը։ Եթե ինքը լռեր, պետք է քննադատվեր։ Եթե ձայն է հանում իր ժառանգության եւ իր հոտի համար, ուրեմն նշանակում է զբաղվում է քաղաքականությամբ։ Տեր հետում։ Ներողություն, մի պատմությունից մի օրինակ բերեմ։ Հիմա տեսեք, երբ որ ֆաշիստական Գերմանիան սկսեց հրեաների դեմ եւ սլավոնացիների դեմ 1932 թվականից սկսեց բռնաճնշումները, ինչու էին հրեաներին ճնշում Գերմանիայում։ Առհասարակ ինչու էին սկսում հրեական ճնշումները, որովհետև հրեաները իրենք կրոնական իմաստով համարվում էին ընտրյալ ժողովուրդ եւ տնտեսական առումով որ Գերմանիան վերցրել էին իրենց ձեռքի տակ, բայց նաև այստեղ գաղափարական կրոնական խնդիր էր։ Հիմա վերցնենք, որ հրեաները, որ այն ժամանակ հոլոկոստը տեղի ունեցավ, ոչնչացվեց, իրենք այսօր ուրանան, ասեն մենք սխալ ենք արել կամ անցյալում է դա։ Տեր հետում գանք 19-րդ դար եկեղեցի եւ քաղաքականության թեման շարունակին։ Երբ որ ռուսական կայսրությունը եկավ, ես տարածքները գրավեց, եկեղեցական խնդիր առաջացավ, որովհետև հայերի քաղաքական կառուցվածքի ձևը եկեղեցիներ հայտնի Պալաժենիայի հարցը եւ այնտեղ նույնպես այդտեղ եւ հետագայում էլի խնդիրներ առաջացան եւ հայ ժողովրդի քաղաքական ներկայությունը Ռուսաստանում Օսմանյան կայսրության մասի չխոսքը, որտեղ միլետական համակարգ գոյություն ուներ, ռուսական կայսրությունը միլետական համակարգ գոյություն չուներ, բայց այնուամենայնիվ քաղաքական գործընթացները գնում էին եկեղեցու շուրջ։ Ուրեմն 1828 թվականից հետո Թուրքմենչիայի պայմանագրով փետրվարի 10-ը
Ուրեմն ստեղծում է Արևելյան Հայաստան, ոչ թե ստեղծում է Արևելյան Հայաստանը, անցնում է ռուսական կայսրության տակ։ Բայց պետք է նշենք, որ 1836 թվականի Պոլոժենիայի որոշումը, երբ որ կայացվեց, ելի քաղաքական որոշում էր։ Քաղաքական որոշում էր ինչ պատճառով, որովհետև պետք է ոչ միայն Կովկասը ձևավորեին նաև Էջմիածնի շուրջ համախմբեին հայությունը եւ նաև Ռուսաստանի նոր Նախիջևանի թեմը եւ հայությունը, որպեսի կենտրոնացնեին, այլ նաև պետք է պոկեին Թուրքիայից։ Ինչու՞։ Որովհետև Կոստանդնոպոլսի պատրիարքությունը եւ Օսմանյան կայսրությունը, որ ազդեցություն ուներ Պոլսի պատրիարքության վրա, Պոլսի թեմերը ավելի մեծ էին։ Եվ իրենք էին որոշում կայացնում, ով պետք է լիներ հաջորդ կաթողիկոսը, քվեների քանակը իրենց ձեռքում էր, որովհետև մեծ թվով իրենք թեմեր ունեին։ Եվ նաև նշենք, որ Թուրքիայի իշխանությունը հայկական թեմերի միջոցով կարողանում է Ռուսաստանի տարածքում գտնվող կաթողիկոսությունում կաթողիկոս նշանակման գործում բաժին ունենալ։ Մեծ բաժին ունենար։ Եվ հաջորդը մենք չմոռանանք, երբ որ կաթողիկոսը ով ընտրվում էր, օսմանական ֆերմաներ էին դուրս գալի, որովհետև դրանով հաստատում էին ինչը կաթողիկոսի նշանակումը։ Այսինքն հաստատում էին, իրենց տալիս էին քաղաքական որոշումը, որ դու պետք է լինես կաթողիկոս։ Մենք գիտենք, որ 1836 թվականին, երբ որ Պոլոժենիան ստեղծվեց, իհարկե պետք է չմոռանանք, որ կաթողիկոսի լիազորությունները սահմանափակվեցին։ Եվ ընտրվեց նաև սինոդ, ստեղծվեց սինոդ, որը նաև պետք է վերահսկում կատարեր։ Բայց դա քաղաքական որոշում էր, որպեսզի կարողանային հայությանը համախմբել Էջմիածնի շուրջ եւ կարողանային քաղաքական ազդեցությունը Օսմանյան կայսրությունից տեղափոխեին Կովկաս, ազդեցության գոտին էին տեղափոխում։ Եվ նաև հայերի որպես համայնք, որպես ժողովուրդ եկեղեցու միջոցով լինեն կառավարելի։ Այո, կառավարելի, որովհետեւ ցարական Ռուսաստանը միակ օղակը, որ կարող էր հայերի հետ համագործակցել, դա եկեղեցին էր։ Բոլոր դպրոցները չմոռանանք մինչև 1917 թվականի փետրվարյան եւ հոկտեմբերյան հեղափոխությունը, բոլոր ծխերը եկեղեցիները ունեին դպրոցներ։ Ծխական դպրոցներ, թեմական խորհուրդներ, ծխական խորհուրդներ, տասանորդներ եւ բոլորը կրթությունը ստանում էին եկեղեցու միջոցով։ Եկեղեցին մեծ ազդեցություն ուներ քաղաքական, հոգևոր իմաստով, աստվածաբանական իմաստով, ժողովրդի վրա, հասարակության վրա ազդեցություն ուներ եւ պետք է ազդեցության գոտին Օսմանյան կայսրությունից տեղափոխեին Կովկաս։ Դա էր խնդիրը։ Հիմա հաջորդը մենք էլի քաղաքական որոշումների մասին ենք խոսում։ Մենք գիտենք օրինակ Թիֆլիսում, երբ որ բացվեց Ներսիսյան դպրոցը կամ Մոսկվայում բացվեց Լազարյան դպրոցը, հիմա այդ որոշումները եկեղեցին երբ որ կազմակերպեց քաղաքական էր, թե ոչ։ Բնականաբար քաղաքական որոշումներ էր, այո, ու ինչու պիտի թույլ տային, որպիսի եւ Թիֆլիսում, որը Կովկասի կենտրոնն էր, բացվեր այդ նշանավոր Ներսիսյան դպրոցը եւ Մոսկվայում բացվեր մյուս նշանավոր դպրոցը, որտեղից դուրս են եկել համայնքի հայ ժողովրդի նշանավոր երևելի դեմքերը, ոչ միայն դաշնակցականները, այլ նաև բոլշևիկները։ Այսինքն քաղաքական միտքը, հասարակական միտքը, ինչու՞ չէ նաև աստվածաբանական միտքը ձևավորվել է եկեղեցում եւ եկեղեցու միջոցով, որովհետեւ մեկի հետ պետք է բանակցեին, ում հետ պիտի բանակցեին, երբ որ պետություն չկար։ Դեր հետում ստեղ մի այլ երևույթ կա, որը 19-րդ դարի երկրորդ կեսում եւ 20-րդ դարի սկզբում էր, ուրեմն ամբողջ աշխարհում ազգայնականություններ զարգանում, ազգային շարժումներ են, եւ ըստ էության այսօրվա հասկացողությամբ ազգ հասկացողությունը 19-րդ դարի ժամանակվա ծնունդն է։ Դեղ մի պատմություն կար, երբ որ Ֆրանսիայում հեղափոխությունից առաջ 3 դաս կար, առաջի դասը հոգևորականներ, երկրորդ դասը ազնվականներ, իմիջիայլ հոգևորականները ավելի բարձր էին, երկրորդ դասը մնացածը։ Երբ որ ազգ սկսեց հարցադրում անել, իսկ ով է ֆրանսիացի ազգը, դեղ ձևակերպում կար, որ ֆրանսիացի ազգը դա երրորդ դասն է։ Եվ ֆրանսիական հեղափոխությունից հետո ձևավորվեց ազգ հասկացողությունը նաև մյուս երկրներում տարածվեց, որ այդ երրորդ դասը այդ ժողովուրդը դա ազգն է։ То есть այն ժամանակ ազգը նշանակում էր երրորդ դասը։
Հիմա հարցը հետևյալն է, երբ որ ազգայնականություն առաջացա եւ ազգային ազատագրական շարժումներ առաջացան նաեւ հայերի մոտ, այդ եվրոպական ազդեցության միջոցով նաեւ Ռաֆիներ առաջի քարոզիչը, ինքը քարոզում էր ազգային ազատագրական զարթոնք ու երազանքներ ունել պետության։ Եվ այդ ազգային ազատագրական շարժումները տարբեր ուղղությամբ ազգայնական, լիբերալ եւ այլն, հա, իրենք թիրախ վերցրեցին եկեղեցին։ Միքայել Նալբանդյան, Իսրայել Օրի, Ստեփանոս Նազարյան եւ այլն։ Ինչի համար։ Դա ընդհանուր մոտեցում էր ոչ միայն հայերին։ Այսինքն եկեղեցին ինքը պահպանողական կառույց է, բնականաբար եկեղեցին չի կարող պահպանողական չլինել։ Եվ իրենք մեղադրում են, որ եկեղեցին բաներ անում, հպատակեցնում էր հայ ժողովուրդը, այսինքն այդ պետական կարգերի համապատասխան էր գործում եւ պետք է ապստամբություն բարձրացնել։ Նո ապստամբությունը բերեց վատ հետևանքների, ցեղասպանություն եւ այլ Ռուսաստանում 5-7 թվականի ջարդերը հայ-ադրբեջանական, որը կազմակերպված էր բնականաբար ցարական իշխանության կողմից, բայց այդ ժամանակվանից սկսած Հայաստանում ոչ հայերի մոտ եւ ոչ միայն հայերի մոտ թիրախում հայտնվեց եկեղեցին որպես մի կառույց, որը չի թողում ազգային ազատագրական շարժումներ սկսվի։ Այդ հակաեկեղեցական մոտեցումները նույնպես քաղաքական պատճառներ ունեին։ Այո, բայց ես ուզում եմ նշել, որ այդ բոլոր, երբ որ ձևավորվեցին այդ ազատագրական լիբերալ շարժումները ընդդեմ եկեղեցու եւ ասում էին եկեղեցին խավարի տեղն է հայ հասարակության մեջ, այդպես էլ իրենք բնորոշում էին, Ռաֆու մեծ գործերը, բոլոր գործերը հիմնականում միտված էին, որ այս կառույցը եկեղեցին խավարի մեջ է պահել հայ ժողովրդին եւ հայ ժողովուրդը չունի պետություն այս կառույցի պատճառով։ Բայց եկեք պատմականորեն քննարկենք Հայաստանում եւ հայ ժողովրդում տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակը, իրադարձությունները։ Հայ ժողովուրդը ինքը պատրաստ չէր եւ ոչ միայն ռազմական առումով խոսալը դա պարզապես ծիծաղելի է, որովհետեւ զենք զինամթերք չունեին եւ նույն այդ գործիչներին, երբ որ հարց էին տալիս, ասում են ինչպես պետք է ազատագրի, մենք Հովսեփ Էմինին չմոռանանք, երբ որ եկավ Հայաստան եւ կաթողիկոսին էր համոզում եւ նույնիսկ իրեն այնպես արեցին, որ դուրս գա, որպեսզի այդպիսի քարոզչություն չանի, եւ երբ որ հարցեր էին բարձրացնում, ինչպես ասում են Պրյուսիայից պետք է զոր կա 30,000, 40,000 եւ ազատագրի Հայաստանը։ Հիմա ես այդ դարաշրջանը 17-18-րդ դարը մոտեցնում եմ մորերին։ Վերջին շրջան, որ ասում էին ֆրանսիական զորքը կգա Հայաստան եւ հայկական սահմանները կպահպանի եւ մեզի կպաշտպանի։ Հիմա արդեն Թրամփը պետք է գա մեզ։ Հիմա Թրամփը, հա, այսինքն որևէ բան 300-400 տարի անցել է, որևէ բան չի կատարվում։ Հիմա մեզի կքննադատեն, կասեն հետեւյալը, դուք ասում եք հպատակվեք։ Հպատակություն եք քարոզում։ Նախ յուրաքանչյուր ժողովուրդ ԿԿԲ-ի լրտեսները։ Այո, կամ 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ են։ Յուրաքանչյուր ժողովուրդ ինքը իր պոտենցիալը լավ պետք է գնահատի։ Ինքը պատրաստ է այդ զոհողություններին, թե պատրաստ չի։ Եկեղեցին, որը անմիջական եւ եկեղեցու գործիչները, կաթողիկոսը կամ թեմի առաջնորդները այդ ժամանակահատվածում, որ ուղիղ կապի մեջ էին բարձր դռան հետ, Թուրքիայի եւ ուղիղ կապի մեջ էին ցարի հետ, իրենք շատ լավ տիրապետում էին իրավիճակը Հայաստանում եւ հայ ժողովրդի մոտ, որ այդ պայքարը կբերեց կամ կբերելու էր արյունահեղության։ Ես ուզում եմ հիշենք, որ Դաշնակցությունը, եթե ես չեմ սխալվում, 1890 թվականին, երբ որ ձևավորվեց որպես կուսակցություն եւ սկսվեցին ազատագրական պայքարները, հիմա մեզ կքննադատեն նաեւ մյուս կողմը, ընդդիմությունը, որ ինչու եք քննադատում, մեծ բան չէր, Օսմանյան կայսրությունում սկսվեցին ազատագրական պայքարները, պայթեցումները, որը բերեց նաև համայնքների վրա, եկեղեցու վրա մեծ ճնշումներ։ Վերջերս տպագրվեց Մաղաքի arczepiskopos Օրմանյանի խող եւ խոսք գիրքը, որը իր վերջին հուշերն են, օրագիրն է, որը ինքը անցկացրել է։ Իդեպ երկու անգամ մահափորձ է կատարվել պատրիարքի վրա պատարագի ժամանակ եւ ինքը հայերի եւ դաշնակցության ճնշումով հեռացվեց պատրիարքական աթոռից, բայց ինքը միակ մարդն էր, որ 1800 Համիդյան 90-ականների վերջերից Համիդյան
գահակալության օրոք հայերի ոչ մի քթից արյուն չհոսեց։ Դե հետո Բայց ներողություն, խնդիրը հետևյալն էր։ Ինչն էր այստեղ կարևորը, որ մարդը գրում է իր գրքի մեջ, որ հայերը չունեին հստակ ծրագիր եւ իրենց արկածախնդրությունը այս լիբերալ շարժման, որը սկսվել էր 17-18-րդ դարում եւ եկեղեցին քննադատում էին, իրեն էլ են նույնպես քննադատել, չունեին հստակ ծրագիր եւ ճանապարհային քարտեզ, ինչպես պետք է երկիրը ազատագրեն։ Դեր հետ ուրեմն այդ ժամանակվանից մի հատ լավ դաս կա, որը գուցե այսօր շատ կարևոր դաս կարող է լինել, բայց մարդիկ չեն ընկալում։ Ուրեմն 17-րդ դարի կեսերին մի տաղանդավոր վարչապետ կար Բրիտանիայում, իր պատճառով Ղրիմի պատերազմը տեղի ունեցավ 50-ական թվականներին։ Ուրեմն ինքը միջև էլ արտգործնախարար էր։ Խոսքը 1853 թվականին։ 50-ական 53 թվականին։ 56-ին ավարտվեց Ղրիմի պատերազմը։ Ինքն էր դրա գաղափարախոսը եւ պատերազմը ըստ էության ինքը կարողացավ համախմբել եւ սկսել։ Ուրեմն ինքը ասեն շարժումներ էր ձևավորում Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող, որպեսզի Եվրոպայում ուժեղ կայսրություններ չլինեին, ազգային ազատագրական շարժումներ էր, որ թուլանան եւ Բրիտանիան լինի, Բրիտանիայի դա դոկտրիններ, որ Եվրոպայում իրենց ուժեղ երկիր չպետք է լինի, երկրները պետք է մասնատվեն։ Եվ ինքը ֆինանսավորում էր ազգային ազատագրական շարժումներ են կազմակերպում։ Ու բոլորը տիպային են, ոնց որ հիմա գունավոր հեղափոխություններն են, այն ժամանակ երիտասարդ Իտալիան, երիտասարդ Մակեդոնիան, երիտասարդ Բուլղարիան եւ նաեւ երիտասարդ Հայաստանը, որը կոմիտեն, որը դարձավ հայ հեղափոխական դաշնակցության իմիջիայլոց երիտասարդ Հայաստանն է։ Իմաստը որն էր, ուրեմն ինչ որ երկրների դեմ կայսրությունների միջև պայքարի ժամանակ օգտագործել ազգային ազատագրական շարժումները եւ շատ դաշնակցականներ, իտալացիներ եւ անկեղծորեն իրենք ուզում են իրենց երկիրան բան լինի, միավորվի կամ անկախանա, որպեսզի դառնա պետություն։ Այսինքն դա նորմալ ցկտում էր, բայց խնդիրը կառավարվող էր ինչ որ երկրների դեմ ուղղելու համար։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք հիմա նույն process-ները չի կատարվում։ Օրինակի համար Երբ որ քարոզ է գնում այս կայսրության դեմ, այն կայսրության դեմ, ականջները որտեղից են եւ նպատակը որն է։ Այսինքն քեզ ներշնչում են դու ինչ որ մեկի դեմ պայքարելու եւ քեզ որպես փայտ են օգտագործում կրակի մեջ գցելու համար, ինչպես Վրաստանում քանի անգամ փորձեցին իշխանությունը փոխել եւ ասում են երկրորդ ճակատ բացեք Ռուսաստանի դեմ։ Իսկ Վրաստանի գործող իշխանությունները ասում են Վրաստանից բան չի մնա։ Ասում են ոչինչ, մի քանի 100,000 կկոտորվեք, հետո Սա վարչապետի պատմասն։ Հետո կարող է ինտեգրվեք Եվրոմիության։ Չէ, հետո պարտիզանական պայքար կտանեք։ Չէ, այդ պատմումը Վրաստանի վարչապետը դեսպանների Եվրոմիության եւ այն առաջարկը եւ ասում է իրենք թույլ չտվեցին։ Հիմա այս փոքր երկրներին, երբ որ քարոզում են ինչ որ կայսրության դեմ, արդյոք մյուս կայսրության ականջները չի Եվ արդյոք այդ երկրի կայացման համար է դա, թե որպես փայտ օգտագործել կրակի մեջ գցելու համար Իրանի դեմ, Ռուսաստանի դեմ, հիմա ով որ Ռուսաստանին, Իրանին սիրում, չի սիրում, իրենց գործն է, բայց դուք երկիրը պատրաստ եք դրա համար զոհաբերել։ Ես մի բան նշեմ, որ քաղաքականության մեջ նաև հոգևորականը չի, որ պետք է խոսել դրա մասին, ասի, որովհետև Դե դրա համար ես եմ ասում։ Ուրեմն քաղաքականության մեջ սիրել կամ չսիրելու հարց չկա։ Կան շահեր, կան ընդհանուր շահեր, եւ այդ շահերը հիմնականում մեծ տերությունները օգտագործում են իրենց ժողովրդի եւ պետության շահերի համար։ Հիմա փոքր պետությունները, հատկապես Հայաստանի նման փոքր պետությունները, աշխարհաքաղաքական process-ներում իրենք համարվում են կույրաղիքներ։ Եվ նման պետությունները միշտ փայտը նետվում են, որպեսզի օգտագործեն։ Որևէ մեկի կամ պետության գերտերության ուշքը չի գնում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, կամ Հայաստանում դեմոկրատիան բարձր լինելու համար, արժեքները բարձր լինելու։ Քրդերի օրինակը լավագույն օրինակն է, հերթական անգամ օգտագործեցին Եվ հիմա ինչը տեղի ունենում հյուսիսային Սիրիայի տարածքում եւ Թուրքիայի քրդերը սահմանը քանդել են, գնում են միանան իրենց եղբայրներին օգնելու եւ ասված գիտի ինչով դա կվերջանա։ 50-ական, 60-ական թվականներին Միացյալ Նահանգները քրդերին օգտագործում են Սադամ Հուսեյնի դեմ։ Մինչև այդ Հուսեյնը իրենց դաշնակիցն էր Իրանի դեմ պատերազմում 70-ական թվականներին։ Ուրեմն խնդիրը ինչի մեջ էր։ Այդ ժամանակ
Քիսինջերը ինքը ըստ էության Միացյալ Նահանգները կառավարիչը ինքն էր, որտեղ ինքը Նիքսոնին impeachment էին արել, հաջորդ նախագահը թույլ էր եւ ինքը միակ մարդն էր, որը եւ պետդեպարտամենտի ղեկավարն էր եւ նախագահի ազգային գծով խորհրդականն էր։ Այսինքն մոտ 2 տարի Քիսինջերն էր որոշումներ կայացնում։ Ու երբ որ քրդերին օգտագործեցին եւ Սադամ Հուսեյնը սկսեց նրանց քիմիական զենքով ոչնչացնել 5000 գյուղ ոչնչացրեց եւ այլն, իրեն կոնգրեսում փակ լսումների ժամանակ հարցեր են տալ, ասում են մեր դաշնակից քրդերին ինչի մենք չենք օգնում, հա, մենք այդքան դաշնակից օգտագործեցինք եւ Քիսինջերը ի պատիվ իրեն ասել է նախ մեծ երկրները բարեգործական կազմակերպություններ չեն, երկրորդը մեծ տերությունները իրենց շահերը փոքր ժողովուրդների համար չեն զոհաբերում, օգտագործել են, հիմա քրդերին հերթական անգամ օգտագործեցին եւ ինչ մենակ թողեցին։ Մենակ իրենք ինչ են ասում են քրդերը մեզ պետք են որպեսզի իսլամական պետության դեմ պայքարենք, հիմա իսլամական պետությանը հաղթել ենք, միացած Սիրիայը, գնացեք մտեք Սիրիայի կառավարության տակ եւ Սիրիայի ղեկավարը նախկին ԻԳԻԼ-ի հրամանատար է, որը Ամերիկայում ինքը արգելված էր, այսինքն առաջնորդը սանկցիաներ էր կիրառված, ինքը վտանգավոր համարվում էր տերորիստ։ Հիմա տեսեք, ես մի միտք արտահայտեմ, մեծ տերությունների բախման ելակետում կամ կիսակետում փոքր ժողովուրդները շահելիք չունեն։ Իրանց մեծագույն շահը նա է, որ փոքր վնասներով դուրս գան։ Հիմա խնդիրը այն է, այս քրդերի օրինակը մարդիկ գիտակցում են եւ հասկանում են, որ իրանք էլ կարող են նույն դերում հայտնվել, առավել եւս, որ մենք այդ նույն դերում մի քանի անգամ հայտնվել ենք 17 եւ 20-րդ դաս հասարակությունը դաս չի քաղում ու մեղավորը հասարակությունը չի, որտեղ իրենց բացատրող չկա։ Եվ ոչ միայն բացատրող չկա, ժողովրդի հետ հասարակության հետ ուղիղ խոսացող չկա։ Մենք պետք է հասկանանք, մեր հասարակությունը պետք է հասկանա իր ուժերը ճիշտ գնահատի, որ փոքր ժողովուրդները գերտերությունների այս պատերազմի թատերաբեմում հիմա վերադառնանք ռուս ներողություն թուրք-պարսկական երկու պատերազմները, որը երկու պայմանագիր կնքվեց, Հայաստանը 3-րդ եւ 4-րդ անգամ բաժանվեց, թատերաբեմ էր 1555 թվականի եւ 1639 թվականի Կասրե-Շիրինի պայմանագրերը։ Ինչու էին Հայաստանը սարքել ռազմական դաշտ, պոլիգոն։ Նույն խնդիրներ դրված այն ժամանակ։ Հիմա հայերը որ կողմը պետք է անցնեն, օգտագործում են եւ օսմանցիները հայերին եւ օգտագործում են պարսիկները հայերին։ Վերջում տարածաշրջանը սարքեցին իրենց բախման կիզակետ եւ քաշվեցին երկիրը բաժանեցին։ Մեր նման ժողովուրդները որևէ շահելիք չունեն։ Մեր նման ժողովուրդները ունեն գոյաբանական խնդիր, պահպանել իրենց ինքնությունը։ Եթե մենք ուզում ենք պատմության էջերում մնանք որպես ժողովուրդ, որպես պետություն, մենք պետք է հավասարակշռված եւ շատ ժամանակ նաեւ ինչ որ առումով, ինչ որ բլոկի անդամ դառնանք։ Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանության, եկեղեցին ունի պատմական, դիվանագիտական եւ քաղաքական փորձ, որն է այդ փորձի հիմքը, այսինքն այս դժվար տարածաշրջանում համակեցության կանոններ ստեղծել հարևան ժողովուրդների հետ եւ հնարավորինս պահել իր ժողովրդին այն նման փորձություններից, ինչը չունի գործող իշխանությունը։ Եվ պատահական չի, որ այսօր եկեղեցին այդ դիվանագիտական եւ քաղաքական փորձից ավելի իմաստուն կերպ է իրեն պահում, քան գործող իշխանությունը։ Տեր հետուն շնորհակալություն այս քննարկման համար։ Ես կարծում եմ հետագայում արժի նման քննարկումները շարունակել, նաև տիեզերական ժողովների մասին, որոնք նույնպես քաղաքական պատճառներ ունեին, բայց խոսքը միայն քաղաքականության մասի չի, որ մարդիկ հասկանան, որ քրիստոնեությունը իր պատմության ընթացքում պրոցեսներ է անցել, որոնք պայմանավորված են եղել մշակութաբանական, քաղաքական, աշխարհաքաղաքական պրոցեսներով, պատճառներով եւ փորձել հասկանալ եւ նաեւ դասեր քաղել այսօրվա համար, որովհետեւ այն ինչ որ կատարվել է 3-րդ դարում, 5-րդ դարում, 7-րդ դարում ըստ էության կրկնվում է հիմա, որովհետեւ սկզբունքները եւ կանոնները նույնն են։ Շնորհակալություն։